Հիշում եք, մի քանի տարի առաջ խոսվում էր, որ անշարժ գույքի շուկայում գերտաքացում է եւ փուչիկ է ձևավորվում։ Այսպես լավ լուրն այն է, որ փուչիկը չպայթեց, իսկ վատ լուրն այն է, որ բնակարանների գները շարունակում են աճել։ Ինչի հաշվի է աճում շուկան եւ արդյոք խելամիտ է Երևանում թանկարժեք, ինչպես ասում են գործակալները, մի քանի միլիոն դոլար կամ ընդամենը մի քանի միլիոն դոլարով բնակարան ձեռք բերել։ Այս ամենի մասին Civilnet Business տաղավարում կզրուցենք անշարժ գույքի շուկայում գործող Stay in Apartments ընկերության հիմնադիր եւ ղեկավար Գարիկ Դանիելյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Իսկապես մի քանի տարի առաջ խոսում են նրա մասին, որ շուկայում փուչիկ է ձևավորվում կամ շուկան ուր որեե կսկսի անկում ապրել, որովհետև ռուս ռելոկանտները կամ Ռուսաստանից ռելոկանտները գնում են Հայաստանից, բայց գները շարունակում են աճել։ Կես տարվա կտրվածքով 2.5 անգամ մոտավորապես աճել են գործարքները, 15%-ով էլ բնակարանների գները միջինացված։ Ինչի հաշվին է աճում շուկան։ Տեսեք, 2022 թվականին ռելոկանտները ավելի շատ էմոցիոնալ ռելոկանտներ էին, որոնք գտնում էին Հայաստանը որպես ժամանակավոր հանգրվան, ակնկալիքով, որ ամեն ինչ միգուցե կարճ կտևի, կոնֆլիկտը կարգավորվի եւ կունենան հնարավորություն ետ վերադառնալու։ Այսօր գնաճը հիմնականում պայմանավորված է ռելոկանտներով եւ կարող ենք կրկին ռելոկանտներով։ Այո, մոտավորապես 50% կան, ազդող նաեւ այլ գործոններ, կարող ենք բակագծերը բացել, հետո ներկայացնեմ։ Բայց հիմնականում ռելոկանտներն են, որոնք արդեն ռազմավարական տեղափոխություն են կատարում, Հայաստանը դիտարկելով մշտական հանգրվան, մարդիկ օտարում են իրենց գույքը ՌԴ-ում, քանի որ իրավիճակը վատթարանում է եւ տեղափոխվում են Հայաստան։ Գույք են ձեռք բերում Հայաստանում։ Այո, գույք, բիզնեսներ հիմնում, հողամասեր։ Այսինքն առաջ 2022-ին եթե գալիս էին եւ հիմնականում վարձակալական շուկայում էին տեղավորվում, այսինքն վարձում էին բնակարաններ, որը բերեց այո, վարձավճարների աճին, հիմա ավելի շատ տեղավորվում են Հայաստանում, այսպես ասած։ Հիմա կապիտալն են տեղափոխում արդեն Հայաստան։ Էլ ինչ պատճառներ կար, այսինքն ռուս ռելոկանտները, ասել Ռուսաստանից ռելոկանտները, որտեղ դրանց մեջ կարող են լինել նաև հայեր, այլ երկրի, այլ ազգության ներկայացուցիչներ, էլ ինչ պատճառներ կան, որ ազդում են բացի դրանից, ասեցիք 50%-ն են իրենք։ Այո, պատճառներից է նաև սպեկուլատիվ պահանջարկը։ Տեսեք, Ռուսաստանի իրավիճակը ձևավորել է բնական պահանջարկ։ Երբ ձևավորում է բնական պահանջարկ եւ գները սկսում են աճել, միանում են այս արշավին նաև սպեկուլյանտները։ Մարդիկ, ովքեր ունեն խնայողություններ, պահպանում են բանկերում ցածր տոկոսով կամ պարզապես այլ եղանակով, փորձում են վերջի վագոնում չհայտնվելու էֆեկտի արդյունքում ներդրում կատարել անշարժ գույքի մեջ, որպեսզի նույնպես ֆիքսեն իրենց եկամուտը ապագայում։ Այսինքն հոսք են տեսնում, փորձում են հոսքի մեջ։ Երբ շուկան բարձրանում է, ներդրողները ակտիվանում են։ Երբ շուկան անկում է ապրում, այն մարդիկ, ովքեր ունեն պարապ միջոցներ կամ ներդրման համար խնայողություններ, իրենք բնականաբար չեն կատարում ներդրում։ Նպաստում է նաև Հայաստանի տնտեսական ցուցանիշները։ Մեր հնան բավականին բարձր է, քաղաքական ֆոնը անհամեմատ ավելի դրական ազդակներ է փոխանցում, քան մի քանի տարի առաջ էր, այսինքն ճանապարհների ապաշրջափակում ենք սպասում, խաղաղության պայմանագրի մասին են խոսում, Nvidia, արևմտյան մեծ ընկերությունների մուտքը Հայաստան, տուրիզմն է բավականին մեծ աճ գրանցում, մոտավորապես 20-25%, որը բավականին մեծ ցուցանիշ է, իսկ չէ որ գույքը ձեռք բերել եւ վարձով հանձնելը դառնում է ավելի դյուրին եւ տոկոսային ետ վերադարձի տոկոսը ավելի բարձր է կազմում։ Այս աճը որքանով է կայուն եւ որքանով է սպեկուլատիվ, որովհետեւ մոտավորապես շինարարության կամ անշարժ գույքի ոլորտում 20% աճ կա, եւ մի մաս խոսում է գերտաքացման մասին, դուք ասացիք, որ կա աճ եւ մարդիկ փորձում են, այսինքն սպեկուլյատիվ էֆեկտ եւս կա, մարդիկ փորձում են վերջին այդ հոսքի հետ գնալ, ինչ որ խնայողություններ ունել անշարժ գույքի մեջ ներդնել։ Այդ առումով շուկայի այսպես տաքացման, շուկայի բավական ակտիվ աճի պահին արժե ներդրում կատարել, թե արժե սպասել, որ շուկան անկում կա, շուկան նորից իջնի, սառի եւ այդ ժամանակ ներդրում կատարել։ Միշտ ովքեր սպասել են, զղջում են այդ մասին։ Պետք չէ սպասել, եթե մարդ ունի միջոցներ եւ ցանկանում է կատարել ներդրում, հիմա նոր բարձրացման սկիզբն է։ Դեռ ուշացած չենք համարի, քանի որ ես ինքս կանխատեսում եմ, որ առաջիկա մի քանի տարիներում մենք կունենանք մինչև 50% դանդաղ ընթացքով աճ։ Այդ աճի բնակարանների գներին, բնակարանների, հողամասերի, կոմերցիոն անշարժ գույքի, առանձնատների։ Տեսեք, այսօր
պահանջարկը ավելի մեծ է, քան գործարքները։ Հիմա կասեք ինչու։ Չէ՞ որ նույն Ռուսաստանից գումար տեղափոխելը մեծ խնդիր է։ Չկա SWIFT համակարգ, նոր սահմանափակումներ արեցին, կանխիկի, սահմանաչափեր, տոկոսներ, կան ցանկացողներ ավելի շատ, ովքեր այսինքն որոշել են տեղափոխվել եւ երկրորդ խնդիրն է թե ինչպես իրենց գումարները տեղափոխեն Հայաստան։ Ես ունեմ ընկերներ, ում հետ շփվում եմ բանկային համակարգում են աշխատում, ասում են Հայաստանի բանկային համակարգը աննախադեպ հոսքի է առնչվել դրսից, ոչ միայն Ռուսաստանից, նաև Եվրոմիության երկրներից, ԱՄՆ-ից գալիս են մեծ թվով գումարներ եւ քանի որ մեր պետությունը գնացել է այդ պայմանագրերին է միացել միջազգային, ստուգումները ավելի խիստ են, այսինքն հիմքեր, փաստաթղթեր, բյուրոկրատիան ավելացել է եւ բավականին մեծ թվով գումար պարզապես օդում կախված է եւ չի աշխատում, քանի որ անհրաժեշտ են լրացուցիչ փաստաթղթեր տրամադրել։ Իսկ խցանումներ են առաջացել եւ հույս ունեմ, որ ժամանակավոր են այդ ամենը եւ եթե այդ թղթաբանությունը կարգավորվի, այդ մուտքերը գա Հայաստան, ավելի շատ գույքեր կոտարվեն։ Խելամիտ է Երևանում պարբերաբար իհարկե անշարժ գույքի գործակալները, որ ասում են շատ հետաքրքիր է դա իհարկե, որ ընդամենը, չգիտեմ, $1 միլիոն արժի այս բնակարանը Երևանում ընդամենը $2 միլիոն։ Հիմա հարց, խելամիտ է Երևանում թանկարժեք, ինչպես դուք եք հաճախ ասում, ընդամենը $2 միլիոն բնակարան վերցնել։ Ինչու ոչ։ Նա եթե կա պահանջարկ, անհրաժեշտ է մարդկանց, ձեռք են բերում եւ ընդամենը տերմինը օգտագործում ենք զուտ մոտիվացնելու երիտասարդ սերունդին, որ այդ միլիոնավոր դոլարները անհասանելի չեն։ Մենք աղքատ տնտեսությունից կարծես թե վերընկացվում ավելի կայուն կանխատեսելի տնտեսություն եւ ես միշտ կոչ եմ անում երիտասարդներին վստահ լինել իրենց ուժերի վրա եւ փորձել։ Այդ թանկարժեք, այսպես ասած, լաքշրի շուկայում հիմնականում գործարքները անում են ովքեր տեղացիները թե դրսից։ Հիմնականում դրսի կապիտալն է, բայց տեղական կապիտալը նույնպես աճել է։ Քանի որ Հայաստանի տնտեսական ակտիվությունը բարձրացել է, բոլորի եկամուտները, ոչ բոլորի, կարծում եմ, բայց շատերի եկամուտները բարձրանում են, բիզնեսները առնվազն կարող ենք ասել։ Կարիք, այնուամենայնիվ Երևանը Նյու Յորք չի եւ հաշվի առնելով մեր երկրի տնտեսության սահմանափակ վիճակները, փակ վիճակար հասարակ է, որքանով է խելամիտ Երևանում ձեռք բերել մի քանի միլիոն դոլարանոց գույք, որովհետեւ դրա գինը հետո կարող է նվազել կամ մարդը որքանով է այն իրացվելի ակտիվ այդ իմաստով։ Այն իմաստով, որ ովքեր 10 տարի առաջ ձեռք են բերել օրինակ բնակարան $1 միլիոն, այն արդեն արժի այսօր $2.5 միլիոն։ Փաստերը, վիճակագրությունը արժեքը կարող է բարձրանալ, բայց կվաճառվի դա $2.5 միլիոն։ Ինչու ոչ։ Երկարաժամկետ առումով միշտ էլ նույն Նյու Յորքում, Հայաստանում, լինի դա Նյու Դելիում անշարժ գույքը բարձրանում է։ Հաշվի առեք ինֆլյացիան, տարադրամի արժեքի փոփոխությունները, երկարաժամկետ առումով մտահոգվել հարկավոր չէ։ Իսկ անշարժ գույքը այն ներդրումային պորտֆելն է, որին պետք է դիտարկել առնվազն 5-10 տարի եւ միգուցե ավելի երկար ժամկետով։ Հիմա ինչ վերաբերում է այդ նոնսենս էմոցիոնալ արտահայտությանը, ինձ նույնպես շատերը դիմում են, այո, մենք մեր անշարժ գույքի գները այսօր մոտ են զարգացած երկրների անշարժ գույքի արժեքներին, բայց ցավոք սրտի մեր հասարակությունը կամ մեր ենթակառուցվածքները, մեր կենցաղը դեռ այդքան զարգացված չէ։ Այո, կյանքի որակը զիջում է ցավոք սրտի, եւ այստեղ է այդ հարցադրումը, թե ինչպես կարելի է ձեռք բերել անշարժ գույք Իսպանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի գնով, բայց չունենալով ֆրանսիական ճանապարհներ կամ ենթամշակույթներ, ենթակառուցվածքներ, կա իրականում այս այդ ճեղքվածք իսկապես առաջանում է մարդկանց գլուխներում, օրինակ հայաստանցիների։ Ոստի հարց է առաջանում, հայաստանցիներն են այդ անշարժ բարձր գնով անշարժ գույքը ձեռք բերում, թե դրսից են ձեռք բերում, եթե դրսից են ձեռք բերում, ինչու են ձեռք բերում։ Հիմնականում 90% եւ ավելին մեր ազգությամբ հայերն են, ովքեր ապրում են դրսում եւ իրենք չունեն, այսինքն այստեղ երկընտրանքի հարց չէ, այստեղ հայ լինելով իրենք ունեն միգուցե Նյու Յորքում բնակարան եւ Փարիզում արդեն երրորդը դիտարկում են հայրենիք որպես։ Եվ կան փոքր թիվ կազմող օտարազգիներ կամ օտարերկրյա ընկերություններ, որոնք
Հիմա ֆոնդերը հետաքրքրված են ներդրում կատարելու, քանի որ նրանք նույնպես շատ հետապնդող ընկերություններ են, Հայաստանը դիտարկում են որպես աճի պոտենցիալ ունեցող երկիր եւ դրսևորում են այդ հետաքրքրությունը։ Ինչու ոչ, Գերմանիայից են ունեցել հարցումներ, օրինակ, ընկերություններ, որոնք կառավարում են ներդրումային պորտֆելներ։ Այստեղ։ Այո, իրենք դիտարկում են Հայաստանը որպես աճի պոտենցիալ ունեցող երկիր, քանի որ դեռ լինելու է հոսքը, ըստ իս հոսքը ավելի է աճելու Ռուսաստանից, որը նպաստելու է նույն քաղաքական պատճառները կարող ենք մեջ բերել, եթե ճանապարհները բացվեն, երկաթուղին գործի, մենք դառնանք տարանցիկ երկիր։ Այսինքն այդ ակնկալիքները, սպասումները եւս ազդում են։ Իհարկե, տեսեք, միջազգային այդ Fitch բան ռեյտինգ տվող գործակալությունները տարեստարի բարձրացնում են, այսինքն մենք բարձր ռիսկային զոնայից տեղափոխվել ենք ցածր ռիսկային գոտի, չէ՞ որ դա ներդրողները հասկանում են։ Իսկ Մերձավոր Արևելքում տեղի ունեցած, որովհետև Դուբայը, այլ երկրներ, այլ քաղաքներ եւս հենց ներդրումային, այսպես առաջարկներ էին անում բնակարանների եւ տարբեր ապարտամենտների տեսքով, արդյոք այդ ամեն ինչ տեղի ունեցավ նախ ազդեց նրանց վրա եւ այդ ազդեցության դրական էֆեկտը մենք զգացինք Հայաստանում, թե ոչ։ Իհարկե, Մերձավոր Արևելքի ճգնաժամը որոշ ներդրողների ստիպեց նաև իրենց հայացքը տեղափոխել դեպի Հայաստան։ Մեր ազգությամբ հայերի մեջ շատերը կատարում էին ներդրում, մասնավորապես Դուբայում, Աբու Դաբիում, Էմիրություններում, կարծելով որ դա դիվերսիֆիկացիա է, ներդրումը իրենք արդարացնի կառուցապատման նախնական փուլում ներդրելուց հետո հավարտման փուլում կֆիքսեն իրենց եկամուտը կամ կհանձնեն վարձակալությամբ։ Հիմա այդ շուկայի այդ բաժնից որոշ տոկոս արդեն տեղափոխվել է Հայաստան։ Ռուսաստանից էին մարդիկ կատարում ներդրում Դուբայում, իրենք արդեն Դուբայը համարելով մի քիչ հարցական, ես իհարկե կարծում եմ այնտեղ հարցերը արագ կլուծվեն եւ ժամանակավոր էր ամեն ինչ, բայց տեղափոխվում են արդեն փնտրում են այլ երկրներ, այլ շուկաներ, որոնցից մեկը Հայաստանն է։ Այսինքն պոտենցիալ այն գումարները, որ պետք է գնային Դուբայ, դրա մի մասը կարող է գալ եւ գալիս է Հայաստան։ Մարդը մտածում էր ձեռք բերեմ Դուբայում, թե Հայաստանում, թե միգուցե Ինդոնեզիայում, Դուբայը արդեն դարձավ անկայուն ոչ այդքան անվտանգ կամ որոշակի ճակերտավոր հարցերի մեջ ժամանակավոր եւ մնաց Հայաստանը եւ Ինդոնեզիան օրինակ։ Հա, եւ Բալին գուցե։ Հա։ Վիշիբան, բարձր լիգա, Ինդոնեզիա ասելով ավելի շատ Բալին նկատի ունեմ։ Եկամտաբերության տեսանկյունից ներդրումի առումով, հա, ներդրումներ իրականացնելու առումով, որն է ճիշտ բնակարան ձեռք բերել, թե հողամաս Հայաստանում։ Վերջի տարիներին վիճակագրությունը ապացուցում է, որ հողամասերը ավելի շահութաբեր էին, ավելի մեծ աճ են գրանցել։ Օրինակ, վերջի 8 տարիներին բնակարանները Երևանում աճել են 120-ից 150%, իսկ հողամասերը աճել են թե Երևանամերձ, թե մարզերում 150-ից մինչև 200%։ Հողամասերի գները։ Այո։ Դե բայց կարող է նաև բան լինել, որ այնտեղ, այսինքն ցածր բազայից են աճել, այսինքն գները բավական ցածր են եղել, հիմա միգուցե բարձրացել են։ Դա էլ կարող է լինել։ Բայց բավականին մեծ հարցումներ կան հողամասերի հանդեպ, շատ են։ Հողամասեր որտեղ ձեռք բերել Հայաստանում, որտեղ ավելի ճիշտ։ Էլի եկամտաբերության եւ շահութաբերության տեսանկյունից։ Ես խորհուրդ կտամ ձեռք բերել Դիլիջանում, օրինակ, Ապարանում, հեռանկար տեսնում եւ Երևանամերձ գոտիներում, քանի որ Երևանը շատ արագ աշխարհագրությունը փոխվում է, մեծանում է։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ եկամտահարկի հետ վերադարձի օրենքը կամ մեխանիզմը, որ չեղարկվեց Երևանում եւ տեղափոխվեց մարզեր, ինքը ավելի շատ նպաստեց Երևանի մեծացմանը, այսպես ասած, մարդիկ Երևանի վարչական տարածքից 1 մետրային կողմ չափեցին եւ սկսեցին բնակարաններ կառուցել։ Այո, դա նպաստեց մարզային ներդրումներին, ճիշտ եք ասում, Արինջում կան կամ Ավանում փողոցներ, որի աճմայթը արդեն Կոտայքի մարզ է, ձախը Երևան, եւ այս արտոնությունները պետական ծրագրերը իհարկե սնուցեցին եւ սա ճիշտ որոշում էր, քանի որ Երևանը կենտրոնացվել է եւ կապիտալի առումով եւ բնակչության։ Ուղղակի այն ժամանակ կանխատեսում կար, որ Երևանում անշարժ գույքի շուկան կարող է էականորեն սառել, դանդաղել, երբ որ եկամտահարկի օրենքը դուրս գա, բայց արհյու տես որ ոչ դանդաղում է, ոչ էլ սառում է։ Անցած տարվա
նկատմամբ Երևանի գրեթե բոլոր շատ էին խոսում, վարչական շրջաններում օրենքը աճ է դուրս է գրանցվել, գալիս եւ այո։ դրանից հետո փուչիկը կպայթի, ոչ, մարդիկ կան երկրորդ անգամ են օգտվում այդ արտոնությունից պետական, ձեռք են բերել բնակարան Երևանում, հիմա հետաքրքրվում են Ծաղկաձորում, Կոտայքի մարզում, այլ վայրերում ներդրում կատարելու համար ու Երևանը արդեն վերացվում պահանջարկը փոխվեց։ Ուղղակի այդ օրենքը որ տեղափոխվեց դեպի մարզ, Երևանի պահանջարկը փոխվեց, հիմա կառուցում են ավելի ոչ բյուջետային շենքեր եւ Բարձրարժեք։ հա, բարձրարժեք եւ գնորդի հոգեբանությունը նույնպես փոխվել է, ավելի պահանջկոտ են եւ արդյունքում մրցակցությունը ձևավորում է ուժեղներին, որոնք պետք է տան հնարավորինս մատչելի մրցելով միմյանց հետ, բայց բարձրորակ գույք։ Այսինքն երբ որ Երևանում հիմա տարբեր գովազդներում ենք տեսնում ենք, չգիտեմ, գույք կամ շենքեր, որտեղ քառակուսի մետրը կարող է հասնել 5-ից 7,000 դոլարի, դա պահանջարկ ունի։ Ունի, հավատացեք։ Էլի դրսից հիմնականում ենթադրում եմ։ Դրսից տեղից էլ կան, բայց տոկոսայինով գերակշռում է դրսին։ Լավ, ժամանակին շատ էին այսպիսի քննարկումները, խոսակցությունները իհարկե անձնական մակարդակում հիմնականում, որ գույքը Երևանում եւ ոչ միայն Երևանում իհարկե ձեռք է բերվում նաեւ ինչ որ առումով տարբեր այսպես գորշ սխեմաների տեսանկյունից, այսինքն ձեռք են բերում փողերի լվացման կոպիտ ասած համար, որ օրինակ Սփյուռքի մեր հայրենակիցները շատ գումարներ ունեն դրսում տարբեր ճանապարհներով աշխատած, փորձում են դա բերել Երևան, գույք ձեռք բերել Հայաստան, հետո այդ գույքը վաճառել, հետ տանել այդ գումարները որպես արդեն լվացած, այսպես ասած, եւ մաքուր փողեր։ Կա նման երևույթ, թե չկա։ Կա նման երևույթ եւ ես չեմ դիտարկում որպես բացասական երևույթ։ Դուբայը նման գումարների վրա կառուցվեց որպես Դուբայ, ասեմ ձեզ։ Սև գումար ունեցող մեր հայրենակիցը, ով բնակվում է օրինակ Բելգիայում, եւ ունի խնդիր, թե որտեղից է ձևավորվել եկամուտը, կարող է կատարել փոքր կանխավճար նորակառույց շենքերում, փոքր գումարի դեպքում բանկերը նույնպես մանրակրկիտ չեն զնում կամ պահանջում հիմքեր եկամուտի, մուտք են գործում եւ ամսական վճարելով 1500 եվրո կամ 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ 3 տարի շարունակ իրենք կարողանում են այդ գումարները փոխանցել, չունենալով հարցադրումներ, արդյունքում ունենում են բնակարան, որը հանձնում են վարձակալությամբ ձևակերպում օրինական եկամուտ կամ ուղղակի օտարում են եւ նոտարական փաստաթղթով այդ գումարը տեղափոխում ցանկացած այլ վայր։ Հետաքրքիր։ Շատ լավ սխեմա է, բայց հա, աշխարհում առաջինը չի։ Ձեր, չգիտեմ, գործունեության ընթացքում նման դեպքեր հանդիպել են, այսպես ասած։ Ես այդքան տենց չեմ խորանում, այսինքն ինչ դեպքի ինձ համար Չէ, նկատում եմ երևույթը կա։ Բայց երևույթը կա։ Հասկացա։ Եվ վերջին հարցը, կան արդյոք ռիսկեր, հիմա դուք տեսնում եք թաքնված ռիսկեր, որ կարող է աճը ընդհատել շուկայի։ Դե բնականաբար պահանջարկը կհանգի մի կետի, որտեղ արդեն գները կբարձրանան, կլինեն ավելի անհասանելի, որոշ խավի համար դրամ-դոլար հարաբերակցությունը կարող է ազդել, հիմա տեսնում ենք, որ դրամը ամրապնդվում է, արտարժույթները կորցնում են իրենց գնողունակությունը, չէ՞ որ քանի որ մեծամասամբ ձեռք են բերում գույքը օտար երկրի քաղաքացիներ, իրենց համար ավելի թանկանում է անշարժ գույքը։ Եվ կդոփենք մի կետում, որը կարծում եմ լճացում կունենանք, լճացումից հետո հնարավոր է նաև անկում լինի։ Մենք ունեցանք նույն 22 թվականից ակտիվությունից հետո 23-ի երրորդ երամսյակից մոտավորապես 1.5 տարի մենք ունեցել ենք դանդաղ գների անկում, լճացում, ապա գների անկում մոտավորապես 15%։ Կողքից մարդիկ չեն նկատում, բայց եթե դուք շուկայի մեջ եք առնչվեք, դուք արդեն հասկանում եք, քանի որ пассивացավ ներդրումների ծավալը եւ ակտիվացավ, ասեմ դες, օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո անցած տարվա 2025 թվականի այդ թրիփի հետ կապված խաղաղություն, վենս, քաղաքական ֆոնի վրա եւ հիմա ավելի մեծ պահանջարկը ավելանում է պայմանավորված Ռուսաստանի վատթար վիճակից։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Իմ զրուցակիցը Գարիկ Դանելյանն էր։ Ստեսյուն, կհանդիպենք։